հիմա գանք կոնկրետ Լիդիայի դեպքին, ցավոք մենք իրեն չենք կարող հյուրընկալել տաղավարում, որովհետև իր վրա դեռ կա մնում է, ուրեմն սահմանափակում, չէ՞, իր վրա։ Ժամը 9-ից հետո պետքա տանը լինի, շատ քյարթու սահմանափակումներ կան։ Մարդաշատ հայեցի մոտեցումից, որ ժամը 9-ից հետո պետքա տան լինի, այդ սահմանափակումը այլ մեղադրյալների վրա էլ կա, նաև մարդաշատ վայրերում չլինելու։ Այսինքն չի կարող ցույց մասնակցի, չի կարող ավտոբուս նստի, չի կարող։ Տատ իսկ ինչի օրինակ մի մասին բաց թողեցին, մի մասը շարունակում է կալանավայրում։ Չկա որևէ բացատրություն, ինձ անընդհատ չէ լրագրողներ ասում են, բա մեկնաբանեք, բա էսի ինչի, սենց, բա ապագայում ինչ ասում եմ, հրաժարվում եմ, ես ըստեղ իրավաբանություն չկա, լոգիկա չկա, այդ մարդու որոշումները, դատանի որոշումները կայացվում են ինչ որ արտաքին ազդակների, որոնք հիման վրա, որոնք ուղղակի բացատրություն չունեն։ Այդ պետքա պատվիրատուներին հարցնենք, ասենք օրինակ ինչի է այդ բան, որովհետև երբ որ կա նույն մեղադրանքը, նույնական, ու նույնիսկ այդտեղ այդ մեղադրանքի մեջ դերակատարումը բաշխած չի, ոնց որ են մենք ենք մեր սարերը բանի ֆիլմի մեջ էլի ասում այդ դերակատարումը չկա, բոլորին այս նույն ընդհանրական շարադրանքն է տված, այս պարագայում անհասկանալի է, ինչի մեկին էսպես, մյուսին այնպես, ուղղակի իսկ ինչ պետք է անեն, օրինակ հանրությունը ինչ պիտի անի։ Հանրությունը պետքա ուշադիր լինի ու պահանջատեր լինի, հարցնի, ասի լավ, ահաբեկչությունը շատ ծանր մեղադրանք է։ Ես էլի եմ այս դրա մասին միշտ խոսում եմ, չգիտեմ, երևի մենակ ես եմ խոսում, բայց հուսամ ավելի շատ կխոսան։ Երբ որ մենք 23 թվականին որպես պետություն աղաղակում էինք Արցախում ցեղասպանության մասին, Իսրայելում մարդիկ սենց խառնվել էին իրար, ասում էին հոп կներեք, այնտեղ ձեր մոտ ինչ որ պատերազմական վիճակը կարող է ինչ որ առանձին հանցանքներ լինել, բայց խնդրում եմ ցեղասպանության անվանը չկպնեք, որովհետև այդ նսեմացում է, ցեղասպանությունը մեր հետ է եղել, այդ լուրջ հանցագործությունը, դրա համար լուրջ հիմքեր են պետք, դրա համար մենք միջազգային հանրությունով միավորել ենք մեր ջանքերը, ամենածանր պատիժներն ենք դրել։ Հիմա համարյա տենց մի բան էլ տերորիզմն է, որի համար համաշխարհային մակարդակով միլիարդներ են ծախսվում եւ շատ լուրջ պայքարակնում հակաահաբեկչական։ Այդ պայմանական ասած քիչ առաջ Բագրատ Սրբազանի հետ էլ ԱԱԾ մեկուսանում դրա մասին էինք խոսում, իդեպ ողջույններ էր փոխանցում եւ զորակցություն քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին։